Ողջույն հարգելի հեռուստադիտող, ես Գոհարն եմ, Miss Singer Armenia 2021 մրցույթի հաղթողը։ Այսօր միասին կհետևենք Miss ուսանողուհի Հայաստան 2022 մրցույթի օրագրերին եւ կտեսնենք, թե ինչպես են աղջիկները պատրաստվում իրենց եզրափակչին։ Գնացինք։ Բարև Մարիամ, ինչպես են անցնում պարապմունքներդ։ Ինչպես տեսնում ես քրտնաջան։ Աղջիկներ, մի քիչ շուտ չի։ Ես եթե չեմ սխալվում, ինչ-որ մեկը ասաց, որ դուք ընտանիք եք եւ դուք մրցակցություն չունեք, կարծում եմ սխալվել է։ Բոլորն ունեն գաղտնիքներ, որ չեն բացահայտում։ Ինչ վարժություն եք անում այս պահին։ Այս պահին աշխատում ենք ոտքի քառագլուխ մկանների համար։ Շատ լավ, իսկ ինչպես եք հետևում աղջիկների սննդակարգին կամ սահմանված է սննդակարգ։ Փորձում ենք հասկանալու, որ համ ուսանողներ են տենց խիստ սննդակարգի հետ դժվար կլինի։ Հիմնական ոչ ցանկալի սննդից, այսպես ասած, խուսափել ենք ու կալորիաների սահմանում ենք մնացել։ Շատ լավ, իսկ ինչ եք կարծում, ես սննդակարգի կարիք ունեմ։ Բոլորս ունենք սննդակարգի կարիք իրականում, որովհետև անկախ նրանից մենք քաշ հավաքում ենք, թե չենք հավաքում, ցանկալի է, որ օրգանիզմը ուղղակի չթույլատնենք։ Իսկ մենք գտնվում էինք մեր մրցույթի գլխավոր հովանավոր մայջիմում, ով կտրամադրի հաղթողին գլխավոր մրցանակը։ Դե ինչ, օրը դեռ նոր է սկսվել եւ մենք շարունակում ենք հետևել մեր աղջիկներին։ Բարդ ու դժվար նախընտրական փուլը հաղթահարած մեր գեղեցկուհիներն արդեն գերհագեցած առօրյա ունեն։ Արևը նոր է ծագել, բայց նրանք հասցրել են մարզվել ու գալ Charming գեղեցկության սրահ։ Charming գեղեցկության սրահը համագործակցում է Miss ուսանողի մրցույթի հետ եւ ապահովելու է նրանց ներկայանալի տեսքը։ Առավոտվա մարզումներից հետո եկել ենք գեղեցկանալու, քանի որ մեզ այսօր շատ երկար ու բարդ օր է սպասվում, նկարելու ենք մեր օրագրերը եւ դեֆիլեի դասընթաց ու այդպես։ Դու ինչպես ես գնահատում քո շանսերը։ Շատ մեծ եմ գնահատում եւ կարծում եմ շատ մեծ հնարավորություն կա հաղթելու եւ այսպես ասած հույս ունեմ, որ կհաղթեմ։ Շատ լավ, ուրեմն մրցակցությունը կա։ Մոդելային ասպարեզում առաջին քայլերն անող աղջիկները գիտեն, որ սլացիկ կազմվածք միշտ եթերային, ներկայանալի եւ անթերի տեսք ունենալու համար պետք է սահմանափակեն, անհրաժեշտության դեպքում նաեւ հրաժարվեն սիրելի այն մթերքներից, որոնք հակացուցված են։ Բայց շատ պատահական մեր տեսախցիկը ворցած գեղեցկուհիների փոքրիկ անկարգությունը, որին նրանց մարզիչները հաստատ դեռ կանդրադառնան։ Ահա, մեր աղջիկներն ընդմիջում են անում, այն էլ քաղցրով։ Իսկ ձեր մարզիչները գիտեն, որ դուք քաղցրով եք ընդմիջում անում։ Ընկեր Անդրեի աչքից հեռու։ Իր Անդրեի աչքից հեռու։ Դեֆիլեի դասընթացի եւ ֆոտոնկարահանման համար աղջիկների արտաքինը ամբողջացնող մի բան պակասում է՝ նուրբ եւ ճիշտ ընտրված դիմահարդարումը։ Այդ հարցում նրանց կողքին են Milena Beauty սրահի պրոֆեսիոնալ մասնագետները։ Հեշտ է մեր աղջիկների հետ աշխատելը։ Բարև ձեզ։ Այո, շատ, քանի որ աղջիկները ունեն շատ նուրբ դիմագծեր եւ մենք արդեն ընտրում ենք նրանց համապատասխան դիմահարդարում։ Նայելով աղջիկների դիմագծերին, հասկանում ենք, թե նրանց աչքերին, նրանց այտերին ինչ դիմահարդարում է համապատասխանում, ու դրա արդեն մաշկի գույնի հետ կապված սկսում ենք որոշում կայացնել, թե ինչ դիմահարդարում է կատարում։ Ինչպես որոշեցիք, որ մեր գեղեցկուն հենց այս դիմահարդարումը պետք է անեք։
Եթե անկեղծ ասեմ, շատ չենք որոշում կայացել, որտեղ կան ստանդարտներ, որոնց համապատասխան պետք է բոլոր աղջիկները հավասար շպարվեին, բայց ըստ իր դիմագծերի շողքերը ճիշտ ընդգծել ենք ու ստացել ենք նուրբ կերպար։ Դիմահարդարներից մեկը ասաց դիմահարդարման ստանդարտների մասին։ Այդ ինչ ստանդարտներ են, կպատմես ինձ մի փոքր։ Այո, իհարկե։ Մեր դիմահարդարումը կատարվել է շատ արագ, մի քանի րոպեների ընթացքում եւ նրանց խնդիրն է, որ ուղղակի պարզապես ընդգծան մեր իրական գեղեցկությունը։ Ձեր կարծիքով կա ձեր մեջ մրցակցություն։ Դե բնականաբար կա մրցակցություն, բայց արդեն ընկերացել ենք բոլորս ու հաստատ յուրաքանչյուրի հաղթանակով կուրախանանք։ Ժենյա, այսօր դու առաջին անգամ ներկայանալու ես հանդիսատեսին քո ֆոտոշութերով եւ նրանք պետք է քվեարկեն։ Ինչ ես կարծում, քո տեսքը բավական տպավորիչ է նրանց ներկայանալու համար։ Կարծում եմ, որ դիմահարդարմամբ իմ տեսքը ավելի ամբողջական դարձավ եւ հուսով եմ, որ դուք գիտեք ու օգտինեք քվեարկելու։ Ես Միլենա Երեմյանն եմ, ուզում եմ ասել, որ Միլենա Beauty սրահը ամբողջ ընթացքում լինելու է աղջիկների կողքին, մենք ապահովելու ենք աղջիկների դիմահարդարումը, յուրաքանչյուրին ցուցաբերում ենք անհատական մոտեցում եւ ընդգծում նրանց բնական գեղեցկությունը։ Շմինները ուրած է։ Խիստ պահանջկոտ եւ շատ բծախնդիր։ Անդրեյ Անդրոսովն է, պոդիում մոդելային գործակալության հիմնադիր տնօրենը, աշխատում է բեմում աղջիկների գրագետ վարվեցողությունը, կեցվածքը, ինքնավստահ ու ճիշտ քայլքը ապահովելու համար։ Միս ուսանողուհի գեղեցկության մրցույթի աղջիկները պոդիումի վրա փայլում են ոչ միայն արտաքինով, այլև ընդունակություններով։ Շատ կարճ ժամանակահատվածում սերտում են ուսուցչի դասերն ու ստանում պահանջված արդյունքը։ Բարև ձեզ Անդրեյ, կխնդրեմ մի քիչ պատմեք մեր աղջիկների մասին եւ ես արդեն հասցրել եմ լսել, որ դուք բավականին խիստ ուսուցիչ եք եւ ինչու ձեր խստության մասին եւս կպատմեք։ Что касается строгости, то по-другому никак. Они все молодые, разбалованные, красивые, очень такие эмоциональные девочки. Встать на каблуки, научиться дефилировать – это очень тяжелый труд на самом деле. И без строгости никак. На победу шанс у всех одинаковый. Я всем им желаю удачи. От всего своего большого андросовского сердца. Աղջիկներին սպասվում էր անակնկալ, վարպետության դաս եւ փորձի փոխանակում արդեն աշխարհում հայտնի փոքրիկ Միս աշխարհ մրցույթի հաղթող Վիոլետա Գրիգորյանի հետ։ Փոքրիկը մասնակցել էր Միս Երևան 2020-ին եւ ապա հաղթել Մակեդոնիայում անցկացվող հեղինակավոր մրցույթում։ Միս ուսանողուհի գեղեցկության մրցույթի մասնակիցների ծանրաբեռնված հերթական օրը ավարտվեց ֆոտոնկարահանումով։ Ողջույն Նեգին, որ խնդրեմ ինձ մի քիչ կպատմես քո մասին եւ ինչպես նկատել եմ դու ամբողջ օրը մեր աղջիկների հետ ես ու դու ես տեսնում նրանց թե ինչպես են փոխվում եւ նրանց աշխատանքի ձևը։ Որ խնդրեմ մի քիչ կպատմես նրանց փոփոխությունների մասին։ Ողջույն, ինչպես նշեցիք Նեգինն է, իմ գործընկերներն նաև իմ ամուսինն է, ես ներկայացնում եմ FTL Photography-ին եւ համագործակցում ենք հիմա Miss ուսանողուհու հետ ու այո մենք ամեն օր իրենց հետ ենք թե մարզումներին, թե տասենտասներին, թե ֆոտոշուտներին եւ
ամեն օր տեսնում ենք իրենց առաջ գնալը եւ իրենց փոփոխությունները իհարկե դեպի ավելի սիրուն լինելու, ավելի գեղեցկանալու։ Եվ հույսով եմ ես կարողանամ իմ վիդեոների, ֆոտոների եւ ավելի ճիշտ տեսահոլովակների միջոցով ավելի ճիշտ իրան ներկայացնել եւ հանդիսատեսը կարողանա ճիշտ ընտրություն անել։ Հիմա նրանց մնում է լիցքաթափվել եւ պատրաստվել բուրն աշխատանքային ու նախամրցութային հաջորդ օրագրերին։